Աշխարհում բոլոր գիտությունները ունեն սկիզբ։ Այն սկսվում է Աստվածաշնչից։ Այսօր խոսելու եմ այդ գիտություններից մեկի մասին, որը կոչվում է էզոտերիկա։ Ինչ է էզոտերիկան։ Էզոտերիկան գաղտնի գիտությունների մասին է, որոնց շարքին պատկանում են նումերոլոգիան, աստղագիտությունը, աստղաբանությունը, աստղագուշակությունը, ալխիմիան, բայց այսօր խոսելու եմ նումերոլոգիայից։ Ինչու նումերոլոգիայից։ Որովհետև նումերոլոգիան դեռ չհաստատված գիտություններից մեկն է։ Այն ունի շատ երկար պատմություն։ Դրա մասին դեռ կանդրադառնամ։ Երևի շատերդ գիտեք ինձ Instagram-ից։ Երկար ժամանակ է ինչ որոշում եմ վարել իմ բլոգը թվային հոգեբանության մասին, նույն ինքը նումերոլոգիան։ Ու այսօր այդ օրն է։ Բոլորդ ինձ գիտեք էմոցիոնալ, անհանգիստ, լարված բան չի փոխվել։ Ես այսօր խոսելու եմ ձեր հետ բոլոր են գաղտնի գիտությունների մասին, աշխարհաճանաչման, ինքնաճանաչման, ինչպես է կառուցված եւ ինչպես է ստեղծվել աշխարհը։ Բայց մինչև այս ամեն ինչին անցնելը ես ձեզ ուզում եմ ծանոթացնեմ նումերոլոգիայի հետ։ Նումերոլոգիան նույն ինքը թվային հոգեբանությունը զարգանում է նաև Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտ է, նումերոլոգները Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ են, բայց արդեն մեծ տարածում ունի։ Ես չեմ համարում այս պահին դեռ նումերոլոգ, որովհետև իմ ընդհանուր ուղղվածությունը դեպի էզոտերիկան է։ Տարբեր գիտություններ, աշխարհաճանաչում եւ ամենակարևորը նումերոլոգիայի մեջ դա ինքնազարգացումն է։ Ինչ է ինքնազարգացումը։ Երբ դու սկսում ես բացահայտել քեզ տարբեր կողմերից, երբ սկսում ես ուսումնասիրել քեզ, քո գիտակցությունը, երբ բացահայտում ես քեզ տարբեր կողմերից, հասկանում ես, որ դու այն չես, ինչ մինչև այսօր իմացել ես։ Նումերոլոգիան օգնում է քեզ քո թվերի, քո ծննդյան օրվա, ամսաթվի եւ տարեթվի միջոցով բացահայտել քո տաղանդները, քո հնարավորությունները, բոլոր այն գաղտնիքները, որոնք որ քեզնից մինչև այսօր մնացել են թաքուն։ Եկեք այսօր խոսենք գիտակցությունից։ Դեռ 2 տարի առաջ, երբ որ ես սկսեցի զբաղվել էզոտերիկայով, այսինքն ինքնաճանաչմամբ, ես բացահայտեցի իմ մեջ տաղանդ, ձգտում, ցանկություն դեպի գաղտնի գիտությունները, այսինքն էզոտերիկան։ Աշխարհում ամեն ինչ այնպես չի, ոնց մեզ ներկայացրել են մեր ծնված օրվանից։ Այսօր գտնվելով 21-րդ դարի հնարավորությունների մեջ, մենք կարող ենք սովորել ցանկացած մասնագիտություն։ Բայց ոչ բոլորն են կարողանում այդ ինֆորմացիան եւ իրենց սովորածը ճիշտ օգտագործել։ Իսկ էզոտերիկան եւ էզոտերիկայի նման մի շարք գիտություններ մեզ օգնում են այն զարգացնել։ Էզոտերիկան ուսումնասիրում է մարդկանց հոգեբանությունը, մարդկանց էներգիան, գիտակցությունը եւ բոլոր այն մութ տեղերը, որտեղ որ սովորական մարդը չի կարող լինել եւ չի կարող տեսնել այն, ինչ որ տեսնում են մարդիկ, ովքեր որ զբաղվում են այդ գաղտնի գիտությունների բացահայտմամբ։ Քո ծննդյան օրը, ամսվա թիվը, տարեթիվը, քո մասին ավելի շատ բան կարող են պատմել, քան ցանկացած հոգեբան։ Օրինակ, քո ծննդյան օրը դա քո գիտակցությունն է։ Քո ընդհանուր թվերը, քո ճակատագիրը։ Ինչ է ճակատագիրը։ Երբ մարդը ծնվում է, նա ծնվում է հատուկ միսիայով։ Ամեն թիվ ունի իրեն համապատասխան միսիա։ Եվ ըստ այդ միսիայի դու կարող ես բացահայտել քո եւ հոգեվոր եւ արտաքին տաղանդները
ըստ որի կարող ես ընտրել քո ուզած մասնագիտությունը։ Ինչ է կատարվում հիմա աշխարհում։ Մենք դպրոցը ավարտելուց հետո սովորում ենք տարբեր մասնագիտություններ ու տենց էլ չենք հասկանում, թե որն է մերը։ Իսկ նումերոլոգիան, նույն ինքը թվային հոգեբանությունը, քեզ տալիս է այդ հնարավորությունը բացահայտելու քո բոլոր տաղանդները։ Օրինակ, եթե դու ծնվել ես 3 թվի տակ, 3, 12, 21 եւ 30, ինչպիսին ես դու։ Դու մարդ ես, ով ծնված օրվանից սեր ունի դեպի արվեստը, ու կապ չունի դա ինչա։ Կլինի պար, կլինի նկարչություն, կլինի երգ, կլինի դերասանություն։ Նման մարդիկ միշտ իրենց կյանքում ամեն ինչ տեսնում են արվեստով, տեսնում են գեղեցիկը, պատկերացնում են այն ամեն ինչը որ կապված է արվեստի հետ։ Ու շատ այդ թվի տակ ծնված մարդիկ դառնում են տաղանդավոր դերասաններ։ Մենք ունենք աշխարհահռչակ դերասաններ, որոնք որ իրենց ինքնաճանաչման շնորհիվ այսօր ունեն մեծ հաջողություններ։ Ես դեռ կհասցնեմ ձեզ հետ խոսել նաև այդ մարդկանց մասին, բայց այսօր խոսքս միայն նումերոլոգիան է։ Ինչ է նումերոլոգիան տալիս։ Երբ որ դու սկսում ես ուսումնասիրել քո թիվը, դու հասկանում ես, որ քո թվի մեջ կան գաղտնիքներ, որոնք որ բացահայտում են քո հոգեբանությունը։ Նույն օրինակը բերեմ երեքների վրա։ Այս մարդիկ երբեմն այնքան էմոցիոնալ են լինում, որ չեն կարողանում ինքնադրսևորվել։ Նրանք միշտ մտածում են, մտքերը պահում են գլխում, անընդհատ իրենց գլխում պատկերացնում են, բայց տենց էլ չեն կարողանում դուրս հանել։ Սա այս թվի տակ ծնված մարդկանց խնդիրն է։ Ինչ պետք է անեն նրանք։ Այստեղ մեզ օգնում է թվային հոգեբանությունը։ Չեմ ուզում հիմա կենտրոնանալ որևէ թվի վրա, որովհետև դեռ կունենամ առանձին հաղորդում բոլոր թվերի մասին, բայց ընդհանուր ուզում եմ ձեզ ներկայացնել, թե ինչպիսին են լինում էներգիաները։ Մենք ունենք կանացի եւ տղամարդու էներգիա։ Որոնք են կանացի էներգիաները։ Դրանք այն թվերն են, որոնք 2, 4, 6, 8, իսկ տղամարդու էներգիաները 1, 3, 5, 7 և 9։ Հիմա կասեք, այդ ոնց է լինում, բացատրեմ։ Բոլոր էներգիաները, որոնք մեկ էներգիայի տակ են, սրանք համարվում են տղամարդու էներգիաներ, այսինքն կենտ էներգիաները։ Կենտ էներգիաները գտնվում են արևի հովանավորության տակ, իսկ երկուսի էներգիաները գտնվում են լուսնի հովանավորության տակ։ Սա խոսում է նրա մասին, որ լուսինը ավելի էմոցիոնալ է, իսկ արևը համարվում է մոլորակ, որը որ ունի հստակ որոշում և կարողանում է ճիշտ ճանապարհ գտնել ցանկացած հարցից դուրս գալու համար։ Մենք սովոր ենք աշխարհը բաժանել երկու մասի՝ նյութական և հոգևոր։ Սակայն մեզնից շատերը չեն էլ պատկերացնում հոգևորի կարևորությունը նյութական աշխարհում։ Իսկ թվային հոգեբանությունը մեզ օգնում է բացահայտել մեր հոգու բոլոր հնարավորությունները։ Ես ձեզ համար պատրաստել եմ մի նյութ, որը որ ուզում եմ կարդամ։ Այստեղ ներկայացնելու եմ, թե բոլոր թվերը 1-ից մինչև 9 ինչ նշանակություն ունեն։ 1-ից մինչև 28, 1, 10, 19, 28։ Սա առաջնորդության էներգիա է։ 2, 11, 20 և 29։ Սա խոսում է մարդու էմոցիոնալի մասին։ 3, 12, 21 և 30։ Սա մարդու ստեղծագործական էներգիան է։ 4, 13, 22, 31։ Սա խոսում է մարդու կարգապահության մասին։ 5, 14, 23։ Սա ազատություն է։ 6, 15 և 24։ Հոգատարություն, սեր, քնքշություն, բարություն։ 7, 16 և 25։ Մտածողություն, 8, 17 և 26։ Սա պատասխանում է ֆինանսական աշխարհի, ներքին ուժի և համակարգում գտնվող բոլոր հնարավորությունների համար։ 9, 18, 27։
այս մարդիկ պատկանում են աշխարհին։ Եթե դուք հանդիպեք մարդկանց, օրինակ պատերազմական իրավիճակում, ովքեր օգնում են, անդադ փորձում են մի բան անել, բժիշկներ են, այս մարդիկ ծնվում են հիմնականում 9, 18 եւ 27 թվի տակ։ Օրինակ վերցնում ենք քո ծննդյան բոլոր թվերը ու գումարում ենք իրար։ Հետո ստանում ենք ընդհանուր մի թիվ, որը քո միսիայի, քո ճակատագրի թիվն է։ Դա ինչ կապ ունի քո գիտակցության թվի հետ։ Քո գիտակցության թիվը զարգացնելով դու կարողանում ես օգտվել եւ հնարավորություն ստեղծել, որպիսի սովորես բոլոր այն մասնագիտությունները, որոնք որ նախատեսված են ըստ քո ծննդյան թվի։ Օրինակ կարող եմ բերել մեկերին՝ 1, 10, 19 եւ 28։ Այս մարդիկ ծնվել են առաջնորդելու համար։ Այս մարդիկ երբեք չպետք է աշխատեն ուրիշի ձեռքի տակ, որովհետեւ սա համարվում է լիդեր էներգիա, մարդը ընդունակ չի լսելու, մարդը ընդունակ չի անել այն, ինչ որ ասում է դիմացինը։ Դրա համար այս մարդիկ ծնվել են, որպեսզի ստեղծեն իրենց գործը, իրենց բիզնեսը, մեծ աշխատատեղեր, տալու հնարավորություն բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են կայանալ իրենց գործում։ Ես այս մարդկանց ասում եմ արևներ։ Ինչու արևներ, որովհետև սա թվաբանության մեջ առաջին թիվն է ու այս մարդիկ իրենց հետևից տանում են բոլոր այն մարդկանց, ովքեր որ չեն կարողանում կողմնորոշվել կյանքում ինչով զբաղվել։ Սա առաջնորդի էներգիա է։ Ես դեռ կխոսեմ անպայման մեկերի մասին, բայց այսօրվա իմ միտքը կայանում է նրանում, որ ձեզ ներկայացնեմ, թե ինչի մասին է մեր հաղորդումը։ Մեր հաղորդումը լինելու է նումերոլոգիայի, էզոտերիկայի, ինչու՞ չէ նաև աստղագիտության մասին։ Այս բոլոր գիտությունները մեզ հնարավորություն են տալիս բացահայտել եւ գնալ ինքնաճանաչման։ Երբ ես սկսեցի ուսումնասիրել նումերոլոգիան, ես ինքս կարողացա իմ մեջ բացահայտել այն, որ գործը, որով որ հիմա զբաղվում եմ, դա իմ միսիան է, որովհետև իմ գիտակցության եւ ճակատագրի թիվը նույն թիվն է։ Այսինքն, ոնց ենք հաշվում դա։ Գումարում ենք բոլոր թվերը ու ստանում ենք մեկ թիվ։ Օրինակ իմը բոլոր թվերը գումարած ծննդյան օրը, ամսվա թիվը եւ տարեթիվը ստանում ենք 30։ Ստանում ենք, որ ես կրում եմ 3-ի էներգիան, այսինքն իմ միսիան 3-ի միսիան է։ Ինչի համար եմ ես եկել այս աշխարհ։ Ես եկել եմ, որպեսզի ձեզ փոխանցեմ բոլոր այն ինֆորմացիան, որը որ ես ունեմ։ Իսկ 3-ները աշխարհում ամենախելացի մարդիկ են։ Նրանք տիրապետում են ցանկացած գիտության, շատ հեշտ սովորում են, ընդունակ են, բայց նորից ասեմ, գլխում եղած շատ մտքերի պատճառով դժվարությամբ են կարողանում փոխանցել եւ գործնականում այն իրագործել։ Թվերը չեն փոխում, այլ օգնում են քեզ ավելի գիտակցված նայել կյանքին։ Հետաքրքիր բան կա նումերոլոգիայի մեջ։ Շատերը մտածում են, որ դա թվերի խաղ է, բայց այն իրականում կապված է մարդու գիտակցության հետ։ Իսկ ինչ է գիտակցությունը։ Ժամանակ առ ժամանակ մենք չենք հասկանում կյանքում ինչ անել, որևէ իրավիճակից դուրս գալու համար։ Իսկ նումերոլոգիան, այսինքն քո թիվը, քեզ օգնում է, որ դու դուրս գաս այդ վիճակից ու տալիս է քեզ տարբերակներ։ Ամեն մարդ ունի ներքին կոդը։ Այն նումերոլոգիան հենց դրա մասին է։ Իսկ թվերը զուտ միջոց են բացահայտելու այդ ներքին կոդը։ Կան մարդիկ, ովքեր շատ տաղանդավոր են, կան մարդիկ, ովքեր կարողանում են լավ գումար աշխատել, կան մարդիկ, ովքեր կարողանում են լավ երգել, ձայն ունեն, ու հիմնականում այն մարդիկ, ովքեր իսկապես շատ տաղանդավոր են, վախենում են իրենց տաղանդների մասին խոսել։ Այստեղ մեզ օգնում է նումերոլոգիան, որովհետև շատ պարզ բացատրում է քո հնարավորությունները եւ որտեղից դու սկսես, որ կարողանաս բացահայտել քո միջի ուժը։ Օրինակ բերեմ 5-երին։ Նումերոլոգիայում 5-ը համարվում է խոսք, ազատություն։ Այս մարդիկ կարողանում են գումար աշխատել խոսքի միջոցով։
իդեպ այս մարդիկ կարողանում են նաև շատ լավ համոզել, որովհետև տիրապետում են բոլոր այն հնարավորություններին, որը որ տալիս է խոսքը։ Այս մարդիկ կարողանում են ինչու՞ չէ նաև խաբել, որը ոչ թե անում են նրա համար, որովհետև ուզում են դիմացինին նեղացնել կամ դիմացինին օգտագործել, այլ սուտը դա եւս մեկ տարբերակ է բացահայտելու եւ օգնելու դիմացինին։ Եթե կան մարդիկ, ովքեր կրում են 5 թիվը, այսինքն իրենց գիտակցության թիվը, որը որ սկսվում է 5-ով, ծննդյան օրը, այս մարդիկ կարող են նաև շատ լավ երգել, ունեն լավ ձայն, ունեն լավ խոսք, կարողանում են շուտ մտաբերել եւ հիշել։ Միակ խնդիրը այս մարդկանց մեջ դա նա է, որ նրանք այնքան ազատ են, այնքան մեծ է նրանց սերը ազատության նկատմամբ, որ երբեմն չեն կարողանում կենտրոնանալ մի գործի վրա։ Դրա համար շատ գործեր կյանքում թողում են կիսատ։ Նույն հաջողությամբ կարող եմ խոսել 6-երի մասին, մարդիկ ովքեր ծնվել են 6, 15, 24 թվերի տակ։ Եթե ձեր շրջապատում ունեք մարդիկ, ովքեր կրում են այս էներգիան, նկատած կլինեք։ Նրանք շատ հոգատար են, բարի են։ Երբ որ դուք գտնվում եք այս մարդկանց շրջապատում, դուք անդադ ձեզ զգում եք լիարժեք, որովհետև այս մարդիկ սիրում են տալ։ Սա այն միակ էներգիան է, որ անշահախնդիր է եւ իր միակ նպատակը դա մարդկության համար կատարել մեծ գործ։ Շատ հոգատար են, բարի են։ Երբեք չես տեսնի նրանց զայրացած։ Միշտ հանգիստ է, միշտ խաղաղ է, միշտ կան էմոցիաներ ու կապ չունի արդեն տղամարդ թե կին։ Քանի որ 6-ը համարվում է կանացի էներգիա ու այստեղ էներգիան ավելի փափուկ է ի տարբերություն կենթ թվերի, հիշում եք, բոլոր այն կենթ թվերը 1, 3, 5, 7 եւ 9, սրանք համարվում են տղամարդու էներգիաներ։ Իսկ բոլոր այն թվերը, որոնք որ 2, 4, 6, 8, սա համարվում է կանացի էներգիա։ Եթե տղամարդն է կրում այս էներգիան, նրանք ավելի էմոցիոնալ են ի տարբերություն մեկերի։ Ես երկար, անվերջ, անդադար կարող եմ խոսել թվագիտությունից, որովհետև այն չունի սահման, բայց այսօր մեր հաղորդումը նրա մասին էր, թե ինչ է իրենից ներկայացնում նումերոլոգիան եւ այն բոլոր գաղտնի գիտությունները, որոնք որ արդեն մեծ թափով զարգանում են նաեւ Հայաստանի Հանրապետությունում։ Թվային հոգեբանությունը ոչ միայն մարդու տաղանդների մասին է, նաև նրա մասին է, թե ինչ հարաբերություններ ստեղծել, արդյոք քո կողակիցը քեզ համապատասխան է, ինչպես դուրս գալ վատ սիտուացիաներից, ինչպես լուծել այն բոլոր խնդիրները, որոնք որ առաջանում են աշխատանքում, ինչպես գտնել քեզ կյանքում։ Դրա համար այսօր այսքանը, մենք կհանդիպենք մեր մյուս հաղորդմանը, որտեղ որ ես կխոսեմ բոլոր այն մարդկանցից, ովքեր ծնվել են ամեն ամսվա 1-ին, 10-ին, 19-ին եւ 28-ին։ Ես կպատմեմ նրանց մասին, կպատմեմ հարաբերությունների մասին, աշխատանքի մասին, որտեղ կայանալ, ինչով զբաղվել, կխոսեմ նրանց էներգիայի մասին, գիտակցության մասին եւ այն ամեն ինչի մասին, ինչը կապված է հենց այս մարդկանց հետ։ Այսօր այսքանը, ձեզ շատ եմ սիրում։ Լավ եղեք։